2025 թվականը մոտենում է ավարտին օրացույցային տարին, սակայն նախընտրական տարին եռանդ և ուժ է հաղորդում ողջ քաղաքական դաշտին։ Չնայած որ նույն քաղաքական դաշտը ապրում է ամենախորը հնարավորինս ճգնաժամ։ Ճգնաժամը ապրում է և կառավարման համակարգը, և քաղաքական համակարգը։ Հենց այդ ճգնաժամի պատճառով Հայաստանի գերագույն և գլխավոր երետիկոսը և դավաճանը չավարտեց իր արշավը հայկական առաքելական եկեղեցու դեմ։ Հենց այդ ճգնաժամի պատճառով մեր սիրելի օպոզիցիան չկարողացավ օգտվել կառավարության և իշխող ուժի անատամ և անողնաշար լինելուց։ Հուսանք, որ եկող 2026 թվականը կսկսվի նոր, հետաքրքիր և Հայաստանի համար կարևոր քայլերով, քանի որ կառավարող ուժը ինչ հնարավոր է արդեն արել է Հայաստանի կործանման համար, իսկ օպոզիցիան դեռ ոչ մի բան չի արել Հայաստանի փրկելու համար, բացի անպագորգոր խոսալուց, հենց այս պահին անողնաշար և ժողովրդի կողմից վստահություն չունեցող ուժը սկսել է նոր շարք քրեական հետապնդումների, հիմնականում ոստիկանություն, դատախազություն և հակակոռուպցիոն ծառայություն կանչվում են հիմնականում օպոզիցիոն գործիչներ։ Լավ եղեք, զգույշ եղեք, նոր տարվա սեղանով մի սահմանափակվեք։